Հասակակիցների կողմից բռնության ենթարկված Ալենն այսօր 18 տարեկան է դառնում։ Նրա մասնակցությամբ տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են 4 տղաներ դաժան ծեծի ենթարկում եւ հայհոյում նրան, ծննդյան օրվա նախօրեին է տարածվել։ Մինչ այդ Ալենի ծնողները տեսանյութը չէին տեսել, դեպքի մասին էլ 1 ամիս առաջ են իմացել։ Ես ինտերնետով եմ պատահական տեսել, երեխան ոչինչ բան չի ասել։ Ես իջևան գործունեություն եմ, երեխան կողմ այդել։ Իշապատ 10 օր ուրն անցակացել դեպքից, ես որ եկել եմ թե կապուտուկ բանալին, ասել եմ Ալենջին ինչա պատահել, պապա հա սուտի կռի մռիվ ենք այլ անցակացել գնացել։ Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը մեզ հետ զրուցելու պահին Ալենի հոր մոտ էր։ Հայրը տղային ամբուլատորիա էր բերել։ Պարզվում է, դեպքն իրենց գյուղում չի տեղի ունեցել։ Երեխեքը դպրոցից հետո գնացել են նոյեմբերյան, պատահական լայբերից են գնացել իրենց գործերով։ Կոլեջի, նոյեմբերյանի կոլեջի սաներից, այդ երեխեքը որ տեսանյութում կա, մի մասը կոլեջի սանա, մեր դպրոցի հետ այդ երեխեքը կապ չունեն։ Ասել են, որ Ալենը ձեր հասցեն ինչ-որ բաներ է ասել։ Հետո տեղում էլ այդ դեպքը տեղի է ունեցել։ Գյուղապետի խոսքով քոլեջում սովորող տղաներից մեկն է պատմության հիմնական հրահրողը։ Հենց նա է մոտեցել զորականցի տղաներին եւ նրանց նման բան ասել։ Ալենին ծեծած 4 տղաները եւ տեսանյութը նկարողը ժամանակավոր պատիժ են գրել։ Մեկը 1 ամսով է կալանավորված եղել, մյուսները 20 օրով։ Մեկի նկատմամբ էլ տնային կալանք է սահմանվել, բայց ժամկետների ավարտից հետո քննչական կոմիտեի կալանքի երկարաձգման միջնորդությունը դատարանը մերժել է։ Ես ինքով ոչ մի անգամ կյանքում չեմ հետ վերցնամ, իմ կինն էլ նմանապես ոչ մի բան չենք հետ վերցնամ, ամենքի իրաց դուրսը պետք է քաշել օրենքի ամբողջ խստությամբ։ Երեխաներից մեկի ծնողը քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։ Այս մասին իրավաբան Դավիթ Թումասյանն է Facebook-ում գրառում արել։ Եթե հայրը պայքարում է, կամ ավելի ճիշտ պետք է պայքարի ենթամշակույթի դեմ, այդ ինչ է խոսել տանը կամ ցույց տվել որդուն, որ երեխայի մոտ հակառակ միտումն է զարգացել, եւ ինչու է երեխան իր ագրեսիան այդպես դրսևորում։ Ավելին, քրեակատարողական ծառայողը ոչ միայն չի սաստել որդուն, այլ բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով սատարել է եւ հաստատ պաշտպանել է որդուն։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերին։ Արդեն 1 ամսից ավելի նախաձեռնված քրեական վարույթը դեռ շարունակվում է։ Մեղավորներն այժմ ազատության մեջ են, իսկ տուժած Ալենի ծնողները որոշել են դիմել վերաքննիչ դատարան։